Սիրելիներս ուզում եմ պատմել մի երազդ, որը էլի հափշտակությանն է վերաբերվում եւ երկնային արքայությունում ապրելուն։ 2 օր առաջ, երբ ես երազս վերհիշեցի, ես հիշեցի այս խոսքերը Տիրոջ, որ երկնքի արքայությունում ամենափոքրը մեծ է երկրի ամենամեծից։ Այսինքն նա ով երկնքի արքայություն ամենափոքրն է, Աստծո թագավորությունում ամենափոքրն է, նա մեծ է աշխարհի երկրագնդի երկրի մարդկության ամենամեծերից, մեծամեծներից մեծ է։ Ես այս երազը չեմ պատմում իմ համար, որ իմ մասին պատմեմ, այլ հասկանանք, որ դա յուրաքանչյուրիս է վերաբերվում, որովհետև երբ ես երազը տեսել էի, հիմա կպատմեմ, երկար երազ չի։ Ես հաճախ հիշելով այդ երազը ասում էի, բայց ինչու էր այդ հագուստը այդքան գեղեցիկ եւ ես ինչու էի ասում, ախր նման հագուստ ոչ մի թագուհի աշխարհի ողջ պատմության մեջ չի հագել, բայց ինչի համար ես պիտի արժանանամ նրան, որ ես երկնքում հագնեմ այնպիսի մի հագուստ, որը ոչ մի թագուհի չի հագել։ Ու միշտ այդ հարցը իմ մտքի մեջ էր, ես միշտ մտածում եմ, բայց ինչի էր երազս այդպիսին։ Բայց 2 օր առաջ, երբ ես նորից այդ նախադասությունը մտքիս մեջ եկավ, ես հիշեցի այդ խոսքերը Տիրոջ, որովհետև երկնքի ամենափոքրը երկրի ամենամեծից էլ բարձր է ու մեծ է։ Հիմա տեսեք ինչ երազ եմ տեսնում։ Ես այդ օրերին հենց խնդրել ու աղոթել էի Աստծուն, որ իմ զգեստը ճերմակեցնի, ինձ արժանացնի նրան, որ ես էլ հաստատ իմանամ, որ ես էլ հաստատ հագնելու եմ այն ճերմակ զգեստը Տիրոջ տված եւ լինելու եմ Տիրոջ արքայությունում իր կողքին ճերմակ զգեստով ու երազ եմ տեսնում։ Երազիս մեջ մութ էր, դրսում էի գիշեր էր եւ տան բակում էի ու պարան է, հագուստի պարան է դատարկ եւ մի ձեռք կնոջ, որը մարմինը չէր երևում, միայն ձեռքը։ Մի ձեռք բերեց մի ճերմակ սպիտակ զգեստ, կախեց պարանի վրա եւ ինձ ասաց, որ սա քո զգեստն է։ Եվ ես գիտեի, որ այդ զգեստը երկնքի թագավորության ժամանակվա զգեստն էին։ Եվ այդ ձեռքը կախում է այդ հագուստը իմ առաջ, պարանի վրա ու լսում եմ, ասում է, որ սա քո զգեստն է եւ չկա այլևս այդ ձեռքը։ Ու ես նայում եմ այդ զգեստին, ես շատ լավ հիշում եմ իջև հիմա այդ զգեստը ինչպիսին էր։ Զգեստի վերևի մասը հարսի շորը, որ ունենում է կորսետի հատված, առանձին էր կորսետի հատվածով էր, եւ շրջազգեստը լայն, ուռուցիկ, եւ վերևը առանձին կորսետ է լինում, ու կորսետը ամբողջովին պատված էր քարերով։ Երազում ես գիտեի, որ յուրաքանչյուր քարը դրանք ամենաբացառիկ ադամանդներն են, եւ այդ զգեստի վրա չկար մի տեղ, մի սանտիմետր, որի վրա չկար ադամանդը։ Եվ մեծ ադամանդներ էին, որոնց արանքներում մանր ադամանդներ էին եւ հատուկ նախշերով էին հավաքած, նախշերով հավաքած էին այդ ադամանդները։ Երազում ես ինչ խոսքեր եմ ասում։ Նախ ես զարմանում եմ, ինչպես թե իմ զգեստը ամբողջովին ադամանդների մեջ է։ Ես արտանում եմ օրերով, ամեն անգամ երբ հիշում էի, ես մտածում էի, բայց թե հա ադամանդներ էին։ Ու երկրագնդի վրա ապրող թագուհիները, հիմիկվա թագուհիները, այնպիսի հնարավորություններ ունեն, որ աշխարհի ամենալավ ադամանդները կարող են լինել իրենց զգեստի վրա։ Ու ես ինձ մտածում խոսում եմ, այդ ինչու ես երազում ասեցի, որ ոչ մի թագուհի չի կարողացել ունենալ նման զգեստ։ Այդ ինչու պիտի չկարողանային ունենային, չէ՞ որ բոլոր ադամանդներն իրենց են պատկանում։ Սրանք իմ մտքերն են երազից հետո։ Շատ էի մտածում, միշտ ասում էի, լավ, այդ էլի ադամանդ, բայց այդ ինչի պիտի թագուհիները աշխարհի միջև հիմա ոչ մեկ չկարողանար, ոչ թե չունենար, չեն կարողացել ունենալ։ Ու բնականաբար չէին կարող ունենալ, երբ ես հետո արդեն հասկացա, որովհետև դրանք ոչ թե մեր երկրի վրայի ադամանդներն են, այլ դրանք երկնային էին, դրանք այն զգեստին էին, որոնք Հիսուսն էր նվիրել ինձ, ուրեմն բնականաբար ոչ մի թագուհի այսպես թե այնպես չի կարող ունենալ։ Ու 2 օր առաջ ես, երբ այդ հարցը նորից տվեցի, վստահ եմ, որ Սուրբ Հոգով ես հասկացա, որ հիշեցի այդ խոսքերը, որ երկնքում ախր ամենափոքրը երկրի վրայի ամենամեծից էլ մեծ է։
Դրա համար ոչ մի թագուհի երկրի վրա չի կարող ունենալ այն զգեստները, որոնք կունենան Հիսուսի դուստրերը, Հիսուսի թագավորությունում նրա կողքին, որոնք կհագնեն այն զգեստները, որ պատրաստել է Հիսուսը նրանց համար։ Հիմա իրենց երկնային զգեստները, սակայն նաև այս իմաստը կա, որ բնականաբար Հիսուսի հարսի զգեստը իր իմաստով աշխարհի ոչ մի թագուհի, ոչ մի գումարներով, ոչ մի կերպ չի կարող ձեռք բերել։ Դա Հիսուսի պարգևն է, Հիսուսի շնորհն է, Հիսուսի ողորմածությունն է, սերն է մեր հանդեպ, որ մենք մի օր կհագնենք այդ զգեստները։ Հիմա պիտի հասկանանք, ինչու եմ պատմում, որ սա իմ մասին չէ միայն, ճիշտ է, Աստված ինձ ցույց տվեց, բայց եթե նա հիմա ինձ խոսք է տվել, որ ես խոսեմ, դա բոլորիս համար է։ Տեր Աստվածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մեր սիրում են ընկածներին բարձրացնել, խեղճերին ուժեղացնել, միամիտ առանց գիտության, առանց իմաստության մարդկանց, բայց մաքուր հավատացող սիրտ ունեցող մարդկանց իմաստություն տալ, գիտություն տալ, խեղճերին, այն ընկածներին, այն աննկատներին կամ մերժվածներին ձեռք մեկնել, բարձրացնել, բժշկել, օրհնել, իր սերը տալ։ Երբ աշխարհը մերժում է նրանց, բայց Հիսուսը չի մերժում, եւ երբ ես տեսա երազում մտածում էի, բայց ինչու, բայց ինչպես։ Այդ նրանից չի, որ ես արժանացել եմ դրան, որ ինչ-որ մի բանով, ինչ-որ մի բան եմ արել, կարողացել անեմ։ Ոչ, մենք պիտի հասկանանք, մեզանից ոչ մեկ ոչ մի բան չի կարող անել, որպեսզի արժանանա։ Այդ Տեր Աստվածն է մեզ այնքան սիրում, որ մեզ արժանացնում է։ Մենք ինչ էլ անենք, Աստծո համեմատ այնքան չնչին է դա, որ մենք չենք կարող ոչ մի բան անել։ Մեր Աստված ամենազոր է, ամենակարող է եւ նա ինքնաբավ է, ինքն է տվողը։ Չկա ինչ-որ մեկը ողջ աշխարհում, ողջ տիեզերքում, որ կարող է ինչ-որ մի բան տալ Աստծուն։ Բոլոր էակները ընդհանրապես մարդ կլինի, թե կենդանի, թե բույս, թե ինչ-որ լինի ողջ տիեզերքում, ամեն ինչը ստացող է, մենք ստանում ենք Աստծուց։ Մենք ստանում ենք Աստծուց, նա տալիս է, մենք վերցնող ենք եւ ոչ մեկ ինչ էլ որ անի, միևնույն է չի կարող ոչինչ անել այդպիսի Աստծո առաջ, այդպիսի Աստծո համար։ Մեր միակ բանը, որ մեզանից է, դա մեր հավատն է եւ դա մեր սերն է։ Ինչն էլ որ Աստված շատ է գնահատում, որովհետեւ երբ մենք մեր շատ փոքրիկ երեխան, պստելիկ, դեռ հազիվ քայլող կամ արդեն քայլող, հազիվ խոսող, մեր բալիկը, որ սկսում է մեծանալ, մեզ ճանաչել արդեն։ Մենք նրանից ինչ ենք ուզում, ինչ որ բան ուզում ենք, ոչ։ Եվ երբ նա մեզ սիրում է ու ճանաչում է արդեն ու վազում է դեպի մեզ, սիրելով գրկում է, մեր համար դա այն ամենն է, ինչ որ մենք ուզում ենք, այդ սերը, որ նա մեզ ճանաչեց։ Որովհետև մենք գիտենք, որ նա մեզ ոչինչ չի կարող տալ, տվողը մենք ենք։ Նույնն էլ մեր եւ Աստծո միջև է։ Դրա համար էլ Աստված իմաստությունը, գիտությունը եւ այն գաղտնիքը, որ կապված է հենց նաեւ հափշտակության հետ, տվեց նրանց, ովքեր մանուկներ էին։ Ես, դուք, մյուսները, որ մանուկ էինք, ոչինչ չգիտեինք, գիտություն չունեինք, իմաստություն չունեինք, չկար, բայց հավատ կար եւ սեր, եւ ձգտում ճանաչել, գտնել մեր Աստծուն եւ լինել նրա հետ։ Աստծուն դա է պետք։ Դրա համար Աստված հենց այդպիսիներին բարձրացնում է եւ հագցնում է այն զգեստները, որը երկրի վրա ոչ մի թագավոր ու թագուհի չի կարող հագնել, եւ պսակ է դնում, թագ է դնում իր զավակների գլխին, արդեն իր թագավորությունում, պարգևներ է տալիս, բայց իհարկե ամենակարևորը յուրաքանչյուրիս համար նա է, որ մենք Հիսուսի կողքին լինենք։ Մեծագույն երջանկությունը, երանությունը, երազանքը մեր յուրաքանչյուր Հիսուսի զավակի, իրական Հիսուսի զավակի, նա է, որ մենք լինենք մեր Տիրոջ կողքին։ Դրանից մեծ երջանկություն եւ երազանք եւ ձգտում, ցանկություն չի կարող լինել մեր համար։
Նա ով իրոք սիրում է Հիսուսին, ամենաշատը երազելու է Հիսուսի հետ լինելու մասին։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ողջ սրտով, մտքով եւ հոգով։ Սա է Աստծու առաջին պատվիրանը եւ ամենակարևոր։ Ինչու է Աստված առաջինը հենց այդ պատվիրանը մեզ տվել, հանձնարարել։ Տեսեք, սեր։ Այսինքն իր համար ամենակարևորը սերն է։ Ուրեմն ինքն էլ ամենաշատը մեզ է սիրում եւ ուզում է, որ մենք էլ իրեն ամենաշատը սիրենք։ Եվ հենց այդ սիրով մենք բնականաբար, ուրիշ բառ չեմ ասում, բնականաբար սիրելով դու ձգտելու ես ապրել պատվիրաններով, որովհետև, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսն է ասել, նա ով ինձ կսիրի, կպահի իմ պատվիրանները։ Երբ ես ճանաչեցի Հիսուսին եւ սիրեցի նրան անսահման սիրով, ես նրան ասում էի. Տեր, ես պիտի ապրեմ քո պատվիրաններով, ես պիտի մեղքեր չգործեմ, որովհետև ես քեզ շատ եմ սիրում եւ վախենում եմ քեզ կորցնել։ Առաջի հերթին ես ներում եմ բոլորին եւ ներողություն եմ խնդրում, որովհետեւ ես քեզ շատ եմ սիրում եւ վախենում եմ քեզ կորցնել։ Եվ Տեր Հիսուսն ասել է. նա ով ինձ սիրի կպահի իմ պատվիրանները։ Եվ նա Աստված տվել է մեզ առաջին պատվիրան հենց սիրո մասին, որովհետեւ ինքը սիրո Աստված է։